I am a little jealous this morning, if I could say it like that. Եթե կարելի է այսպես ասել, մի փոքր նախանձում եմ ձեզ այս առավոտ։ The Bible was written primarily from an Eastern perspective. Աստվածաշունչը բացառապես գրված է արևելյան նախադրյալից։ So you have a great advantage this morning over us from the West. Եթե համեմատենք մեզ հետ, դուք մեծ առավելություն ունեք արևելյան կողմը, մեծ առավելություն ունի արևմտյան կողմի հետ։ If I only knew how to read Armenian, Եթե ես միայն իմանայի ինչպես կարող եմ կարդալ հայերենը, I could understand the scriptures in a much different way. շատ ավելի տարբեր կերպով կհասկանայի Սուրբ Գիրքը։ I love the words of Paul to the Romans. Եվ գնանք Հռոմեացիների, Listen to these words as he begins his famous theological masterpiece. եւ լսեք այս աստվածաբանական գլուխգործոցը։ Հռոմեացիների առաջին գլուխ 11-ից 12 համարները։ Romans chapter 1 verse 11 and 12 says this. Այսպես է ասում. I long to see you that I may impart to you some spiritual gift to strengthen you. Որովհետև շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգևոր շնորհք հաղորդեմ ձեր հաստատվելու համար։ That is that we may mutually encouraged by each other's faith. Այսինքն, որ ձեզ հետ մխիթարվեմ մեր փոխադարձ իմ եւ ձեր հավատքի միջոցով։ So my prayer today is the same. Իմ աղոթքն էլ է նույնը այսօր։ That we will be mutually encouraged by each other's faith. Որ մենք միմյանց հավատքով փոխադարձաբար քաջալերվենք։ Likewise, who can forget Paul's letter to the Thessalonians? Ինչպես օրինակով կարող եմ մոռանալ Պողոսի նամակը Թեսաղոնիկեցիներին ուղղված։ In his first letter to the Thessalonians, Paul states this. Պողոսը իր առաջին նամակում, որ ուղղել է Թեսաղոնիկեցիներին, այսպես է ասում. 1 Thessalonians chapter 1 verse 4 and 5. Առաջին Թեսաղոնիկեցիներ, առաջին գլուխ 4-ից 5 համարներ։ Let me read it. Verse 4 and 5 in chapter 1. Առաջին գլուխ 4-ից 5-րդ համարներն են կարդում։ Let me read it. Okay. Գիտենալով Աստվածանից սիրված եղբայրներ ձեր ընտրությունը, որ մեր ավետարանը ձեզ մոտ չեղավ միայն խոսքով, այլև զորությունով ու հոգով, սրբով եւ շատ լիությունով, ինչպես լավ գիտեք, թե որպիսին եղանք ձեր միջում ձեզ հետ, ձեզ համար։ My prayer this morning Իմ աղոթքն է այս առավոտ, is that our gospel, today's message, որ այսօրվա մեր սուրբգրային падգամը will be proclaimed not simply with words, ոչ միայն խոսքով հռչակվի, ոչ միայն պարզապես հռչակենք, but also with the Holy Spirit's power, այլև Սուրբ Հոգու զորությամբ գործառենք, anointing, օծությունով and deep conviction. եւ խորը համոզմունքով։ Let us pray. Would you stand? Եկեք աղոթենք, խնդրում եմ ոտքի կանգնեք։ Holy Spirit, on this great day of Pentecost, Սուրբ Հոգի Պենտեկոստեի այս հիանալի օրը would you come down once again with tongues of fire խնդրում եմ եւս մեկ անգամ իջիր կրակի լեզուներով and the sound of a mighty rushing wind? եւ փոթորկի ձայնով քամու սուրոցով Would you do it again this morning, we pray? խնդրում ենք եւ աղոթում ենք կանես դա եւս մեկ անգամ այս առավոտ Visit us այցելիր մեզ and speak to us this morning եւ խոսիր մեզ հետ այս առավոտ in a special way. եւ խոսիր յուրահատուկ կերպով In the mighty, precious name of Jesus, we pray. Հիսուսի փառավոր անունով ենք խնդրում Amen. ամեն You may be seated. նստեցեք խնդրում May I begin this morning with a rather elementary question. Կարող եմ այս առավոտ սկսել մի շատ པարզ հարցով Are you a disciple? Դուք աշակերտ եք I don't mean to insult your intelligence with such a simple question. Ես այս པարզ հարցով չեմ ուզում որ դուք ձեր միտքը լարեք կամ մտածեք մտային հարց եմ տալիս Maybe I should ask it in a different way. Գուցե այլ կերպ հարցնեմ
What is a disciple? Ինչ է աշակերտը։ What is the basic mark of one who follows Jesus? Որն է այն հիմնական նշանը մարդու, ով հետևում է Հիսուսին։ Today, I would like to offer an answer to this question. Այսօր ես կուզեի առաջարկել կամ պատասխանել այս հարցին։ By looking closely at a very miraculous story that we are very familiar with. Մեզ մի շատ ծանոթ պատմություն, որը հրաշալի մի պատմություն է, կուզեի, որ շատ ավելի խորությամբ դիտարկեինք։ Would you open your Bibles to Matthew chapter 14? Կբացեք, խնդրեմ, ձեր Աստվածաշնչերը Մատթեոսի 14-րդ գլուխ։ Matthew chapter 14 begins with the awful account of John the Baptist's death. Այս պատմությունը սկսում է Հովանես Մկրտչի մահով սարսափելի մի լուրով։ And then we read in verse 13 and 14 what happens next. Հետո կարդում ենք 13 ու 14 համարներում, թե ինչ է պատահում հետո։ Եվ Հիսուսը լսելով այնտեղից նավով գնաց առանձին մի անապատ տեղ։ Եվ ժողովուրդները, երբ որ լսեցին, որ քաղաքներից ոտով գնացին, այն քաղաքներից ոտով գնացին նրա հետևից։ Ու երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ ու գթաց նրանց վրա եւ բժշկեց նրանց հիվանդներին։ Then we have the account of probably the most significant miracle of Jesus. Հետո մենք կարդում ենք հավանաբար ամենակարևոր, ամենաառանցքային հրաշքը, որ Հիսուսը արել էր։ This, of course, is the feeding of the 5,000, Սա անշուշտ 5000-ի կերակրումն էր, which happens to be the only miracle recorded in all four Gospels. որը միակ գրված հրաշքներ բոլոր 4 ավետարանների մեջ։ Then we come to our text for this morning. Հետո գնում ենք դեպի մեր խոսքը այս առավոտ։ Let's read it in full. Okay. Matthew 14:22 through 33. Կարդում եմ Մատթեոսի 14-րդ գլուխը, To 33. 22-ից 33-րդ համարը։ Okay. Եվ Հիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նավը մտնեն եւ իրենից առաջ անցնեն այն կողմը, միջև որ ինքը այն ժողովուրդներին արձակի։ Ու երբ որ ժողովուրդներին արձակեց, վեր ելավ Սարը առանձին աղոթ քանելու։ Ու երբ որ իրիկուն եղավ, միայն ինքն էր այնտեղ, բայց նավն արդեն ծովի մեջտեղն էր եւ ալեկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ Եվ գիշերվա 4-րդ պահին Հիսուսը ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ եւ աշակերտները, երբ որ տեսան նրան ծովի վրա գնալիս, շփոթվեցին ու ասացին, թե աչքի երևույթի բան է եւ վախից աղաղակեցին։ Եվ Հիսուսը շուտով խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Եվ Պետրոսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ»։ Նա էլ ասաց. «Եկ», եւ Պետրոսը նավից իջնելով ջրի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, եւ տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ։ Ու երբ որ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, փրկիր ինձ»։ I haven't finished, sorry. Up to one. Okay. Եվ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց նրան, բռնեց ու ասաց նրան. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Ու երբ որ նավը մտան, քամին հանդարտվեց, եւ նավի մեջ լինողները մոտ գալով նրան երկրպագեցին ու ասացին. «Ճշմարիտ դու Աստծո որդին ես»։ This, of course, is the famous story of Jesus and Peter walking on water. Սա անշուշտ շատ հայտնի պատմություն է, երբ որ Պետրոսն ու Հիսուսը քայլում էին ջրերի վրայով։ Let's walk through this verse by verse real quick this morning. Եկեք խոսք առ խոսք անցնենք այս պատմության վրայով։ Verse 22 begins, Jesus immediately made the disciples get into the boat. 22-րդ խոսքն ասում է, որ Հիսուսը ասաց, որ անմիջապես մտնեն նավակ աշակերտները։ There certainly seems to be a sense of urgency Ինչ որ հրատապության հարց պետք է եղած լիներ, to get the disciples in the boat and on their way. Որպեսզի Հիսուսը նրանց կարգադրեր մտնեին նավակի մեջ եւ գնային առաջ։
Jesus was insistent that the disciples get away from the crowd. Եվ Հիսուսը նրանց համառորեն պնդում էր, որ նրանք գնային հեռանային ամբոխից։ Someone once said there's more danger in the favor of the crowd Եվ մեկ անգամ եւս ասվում է, որ ամբոխի մեջ վտանգ կար։ than in the fury of the storm. Ավելի շատ վտանգ կար ամբոխի մեջ, քան փոթորկի, կատաղի փոթորկի մեջ։ John adds a little bit more context to the situation. Եվ Հովանեսը մի փոքր ավելի է պարզաբանում իրավիճակը։ John tells us that the crowd was about to take Jesus by force to make him king. Ասում է Հովանեսը, որ այդ ամբողջ այդ հավաքված մարդիկ ուզում էին բռնի ուժով Հիսուսին բռնել եւ թագավոր դարձնել։ And this, of course, was not Jesus' plan. Բայց սա Հիսուսի ծրագիրը չէր անշուշտ։ This was in relation to the false narrative of the Messiah. Սա հիմնված էր Մեսիայի կեղծ պատմությունների վրա, որ նրանք գիտեին, Which Jesus was constantly trying to prevent people from putting on him. որը Հիսուսը ուզում էր շարունակաբար հեռացնել այդ մտայնությունը, որ նրանք կարծում էին Հիսուսի վրա։ Now in verse 23 it says he dismissed the crowds and went up to the Իսկ mountain հիմա 23-րդ խոսքն ենք կարդում by himself to pray. եւ նա հեռացավ ամբողից ինքը, որպիսի աղոթեր։ This was the original reason why Jesus was in the area. Եվ սա էր հիմնական պատճառը, թե ինչու էր Հիսուսը այդտեղ գտնվում։ Would you read verse 13 and 14? Matthew 13 14, 13 and 14 once again. Կարդում եմ Մատթեոսի 14-րդ գլխի 13-ից 14 համարները։ Եվ Հիսուսը լսելով այնտեղից նավով գնաց առանձին մի անապատ, եւ ժողովուրդները, երբ որ լսեցին, այն քաղաքներից ոտքով գնացին նրա հետևից։ Ու երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ ու գթաց նրանց վրա եւ բժշկեց նրանց հիվանդներին։ Jesus was always attracting crowds. Միշտ Հիսուսը ամբողջներին գրավում է։ Even when he was trying to get away and get alone to absorb this loss of John the Baptist. Բայց նա ուզում էր մենակյաց մնար, մի քիչ մենակ մնար, որպեսզի կարողանար Հովանես Մկրտչի մահը սքար իր մեջ։ So Jesus is alone on the mountain, the disciples are on the water in the boat. Աշակերտները ջրի մոտ, նավակի մոտ էին, իսկ Հիսուսը սարի մոտ էր։ So can you read verses 23 and 24, Matthew 14? Հիմա կարդում եմ 14-րդ գլխի Մատթեոսի 22-ից 23-րդ համարները։ 22-ից 24-ը ներեցեք։ Եվ Հիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նավը մտնեն ու իրենից առաջ անցնեն այն կողմը, մինչև որ ինքը այն ժողովուրդներին արձակի։ Ու երբ որ ժողովուրդներին արձակեց, վեր ելավ սարը առանձին աղոթք անելու։ Ու երբ որ իրիկուն եղավ, միայն ինքն էր այնտեղ, բայց նավն արդեն ծովի մեջ տեղն էր եւ ալեց կոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ Note that verse 24 says that the wind was against them. Եվ ուշադրություն դարձրեք, որ 24-րդ խոսքը ասում է, որ քամին իրենց դեմ էր, այսինքն ուժեղ քամի էր փչում։ Keep that in the back of your mind. We will remember this later. Սա խնդրում եմ պահեք ձեր մտքում, մենք սրան դեռ կանդրադառնանք։ Now verse 25 says it was the fourth watch of the night. Եվ 25-րդ խոսքն ասվում է, որ գիշերվա 4-րդ պահն էր։ And Jesus comes walking toward them on the sea. Եվ Հիսուսը դեպի նրանց ծովի վրա քայլելով գալիս էր։ The night was divided into 4 watches. Եվ գիշերը կարծես բաժանված էր 4 մասի։ Each watch was 3 hours long. Յուրաքանչյուր մասը 3 ժամ էր։ So you can read that. Ժամը 6-ից 9։ So the first watch started at 6 o'clock at night. Okay, առաջին what you mean someone who should follow? How they divided the evening into 4 different areas. Just the part, yeah? What is the part? Ուրեմն գիշերը բաժանված էր 4 մասերի, 6-ից 9, 9-ից մինչև ցերեկվա 6-ից մինչև 9, երեկոյան 9-ից մինչև կեսգիշեր, կեսգիշերից մինչև ժամը 3-ը, գիշերվա եւ 3-ից 6-ը։ 3-ից 6-ը 4-րդ ժամ էր կոչվում։ So this is the fourth watch, which was 3 a.m. to 6 a.m. in the morning. Ուրեմն լուսադեմին 3-ից դեպի լուսադեմի 6-ն էր 4-րդ ժամ կոչվում։
Mark, so we go on to verse 26. Գնում ենք 26-րդ համար նորից Մատթեոսի 14 գլխի 26-րդ համարը։ You can read that. Yeah. Okay. Եվ աշակերտները, երբ որ տեսան նրան ծովի վրա գնալիս, շփոթվեցին ու ասեցին, թե աչքի երևույթի բան է, եւ վախից աղաղակեցին։ The disciples are terrified. They think it's a ghost coming toward them. Եվ աշակերտները սարսափահար էին, իրենց թվում էր թե ուրվական էր դեպի իրենց գալիս։ But in verse 27, Jesus says, don't worry, don't be afraid. Բայց 27-րդ խոսքն ասում է, որ մի անհանգստացեք, մի վախեցեք։ He says, take courage. It is I. It is me, Jesus. Ես եմ, Հիսուսն եմ։ We know that Jesus will not do anything to make us afraid. Մենք գիտենք, որ Հիսուս երբեք ոչ մի բան չի անի, որ մեզ վախեցնի։ Jesus won't do anything to scare you. Հիսուս երբեք ոչինչ չի անի, որ քեզ վախեցնի։ And so if you are feeling afraid, you know that's not from Jesus. Ուրեմն իմացիր, որ եթե ինչ որ բան տեսնում ես եւ վախենում ես, իմացիր, որ դա Հիսուսը չէ։ Now this brings me to my first point. Սա ինձ բերում է իմ առաջին կետին։ Let's read verse 28. Եկեք 28-րդ խոսքը կարդանք։ Տեր, այդ դու ես, Պետրոսը հարցրեց, եթե դու ես թույլ տուր քեզ մոտ գամ։ Okay, very good. So Peter says, if it is you, Պետրոսն ասում է, եթե դա դու ես, tell me to come to you on the water. հրաման տուր, որ ջրի վրա քայլելով գամ դեպի քեզ։ What is Peter thinking? Էս ինչ էր մտածում ես Պետրոսը։ Is he crazy? Միթե գժվել էր։ Has he lost his mind? Միթե խելքը թրծրել էր։ What makes Peter think that he can go and get out of the boat and walk on water? Ինչն էր ստիպում Պետրոսին, որ նա մտածեր, որ կարող էր ոտքը դուրս հանել նավակից եւ ջրերի վրայով քայլելով գնար։ He's crazy. Նա խելագարվել էր, ինչ։ And he's not even certain that it's Jesus. Նույնիսկ վստահել չէր, որ դա Հիսուսն է, Because he said, if it is you, որովհետեւ նա ասաց, եթե դա դու ես։ why? Ինչու։ Peter's crazy. We know that. Պետրոսը խելագարվել էր, մենք դա գիտենք, But this is another level. բայց սա մեկ այլ մակարդակ է։ What makes him think he can do this? Ինչն է նրան ստիպում, որ նա մտածի, որ կարող է նման բան անել։ Have you ever thought about getting out of the boat and walking on water? Երբևէ մտածել եք, երբևէ խորհել եք այս հարցի շուրջ։ No, because you're not crazy like Peter. Ոչ, որովհետև դուք չեք խելագարվել Պետրոսի նման։ But is Peter really crazy? Բայց արդյոք Պետրոսը իսկապես խելագար էր։ There must be a reason why he thinks he can do this. Հաստատ պետք է պատճառ լինի, որ նա մտածեր, որ կարող էր նման բան թույլ տալ իրեն։ Perhaps if we understood, maybe you understand it better than we in the West, Հավանաբար, եթե մենք հասկանանք, եթե հյուսիսի մարդիկ հասկանային սա, if we understood a little bit more of Jewish culture of discipleship. մենք մի քիչ ավելին կհասկանայինք հրեական աշակերտության մշակույթից։ By age 10, they would memorize the Torah. Նրանք մինչև 10 տարեկանը պարտավոր էին Թորան անգիր անել։ By age 14, they will memorize the remaining Jewish scriptures. Եվ մինչև 14 տարեկան նրանք պետք է անգիր անեին մնացած բոլոր հրեական սուրբ գրքերը։ The really smart ones would seek out a highly regarded rabbi. Եվ ավելի խելացիները պետք է փնտրեին եւ գտնեին շատ պատվավոր մի ռաբբի, Under whom they would continue their studies. ում մոտ պետք է կրթվեին, շարունակեին իրենց ուսումը։ This would essentially result Սա հատկապես պետք է հանգեցներ, in the disciple taking on the rabbi's yoke. պետք է հանգեցներ այն փաստին, որ աշակերտը պետք է իր վարդապետի լուծը կրեր։ In other words, they would fully learn and obey the rabbi's teachings. Մեկ այլ խոսքերով ասած, նա պետք է լիովին սովորեր եւ հնազանդվեր իր ռաբբի ուսմունքներին։ And not only that, they would imitate how the rabbi lived. Եվ ոչ միայն սա, նա պետք է նաև կարողանար նմանակել իր
ռաբբիի կենսակերպ, այսինքն ապրեր նրա նման։ Basically, the disciple would do the same things that his rabbi was doing. Իրականում պետք է աշակերտը աներ այն նույն բանը, ինչ որ իր ռաբբին էր անում, իր վարդապետը։ Now, with this in mind, Եվ սա ձեր մտքում պահելով, it makes sense what Peter is doing. այ հիմա սա արդեն ձեզ պատճառ կլինի, որ հասկանաք, թե ինչի էր Պետրոսը His նպատակը։ actions don't seem quite as crazy as we think. Եվ ինչպես մենք մտածում ենք, իսկապես նրա գործողությունները խելագարություն չէին։ Peter is simply doing what a disciple's supposed to do. Պետրոսը անում էր ճիշտ այն, ինչ որ աշակերտը, ենթադրյալ աշակերտը պետք է աներ, And imitate his rabbi. եւ նա պետք է նմանակեր իր վարդապետին։ This is the mark, the primary mark of a disciple. Սա է հիմնական առանցքային նշանը աշակերտի։ This is the basic mark of a follower of Jesus. Սա է իրական նշանը, որով հասկացվում է, որ նա Հիսուսի հետևորդ է, աշակերտ է։ Doing the same things that Jesus does. Այն է անել այն, ինչ որ Հիսուսն է անում։ Imitating Jesus. Նմանակել Հիսուսին։ Now this brings me to point number 2. Եվ անցնեմ իմ հաջորդ կետին։ Verse 28 says, Lord, if it's you, Peter said, 28-րդ խոսքում Պետրոսն ասում է. Տեր, եթե դա դու ես, tell me to come to you on the water. ասա, որ ջրերի վրայով քայլելով գամ քեզ մոտ։ And what does Jesus do? Եվ ինչ արեց Հիսուսը։ He says, come. Նա ասեց. Եկ։ This is also very crazy, Սա նույնպես խելագարություն կարող է թվալ, if we can say it like that. եթե կարելի է այսպես ասել։ What is Jesus thinking, Այնինչ Հիսուսն էր մտածում, telling Peter to get out of the boat and walk on water? այն էր, որ ասում էր Պետրոսին դուրս արիր նավակից եւ ջրերի վրայով քայլելով արի։ Many times we read this passage Մենք այս հատվածը շատ անգամներ ենք կարդում։ and we look solely at Peter. Եվ միայն բացառապես նայում ենք Պետրոսի վրա, However, what seems almost as crazy as Peter սակայն այն ինչ որ կարող է թվալ խելագարություն, ինչպես օրինակ is Պետրոսի արածը, Jesus actually telling Peter, come, walk on water. դա այն էր, որ Հիսուս ինքը ասաց, որ Պետրոս քայլելով ջրերի վրայով քայլելով արի ինձ մոտ։ Why would Jesus tell Peter to get out of the boat and come to him on the water? Ինչ է կարծում, ինչու Հիսուսը պետք է ասեր Պետրոս վեր կաց, վեր ելիր նավից եւ քայլելով ջրերի վրայով արի ինձ մոտ։ Have you ever thought about that? Երբևէ մտածել եք այդ մասին։ That is a very strange thing to do. Սա շատ տարօրինակ բան է, չէ, անելու համար։ But Բայց I'm going to go out on a limb. ուզում եմ անցնել հաջորդ ասելիքից։ Does that translate into Armenian? Okay. I'm going to be bold Ես մի քիչ ավելի համարձակ կլինեմ and suggest that Jesus knew եւ that Peter could do what he was doing. եւ կարող եմ ենթադրաբար ասել, որ Հիսուսը հաստատ գիտեր, որ ինչ որ ասեր Պետրոսն անելու էր։ In fact, if I may be so bold, Եվ փաստորեն, եթե ես այդքան համարձակ լինեի, Jesus expects Peter. Հիսուսն ակնկալում էր, որ Jesus expects his disciples ակնկալում էր, որ Պետրոսը կաներ դար։ Նա ակնկալում էր, նա գիտեր, որ իր աշակերտները to կանեն։ do the same things that he does. Կանեին այն ամենը, ինչ որ նա կասեր, նույն բանը կանեին։ To live the same way that he does. Կապրեին նման կերպով, ինչպես որ նա է ապրում։ Jesus' life was overwhelmingly characterized by the supernatural. Հիսուսի կյանքը մեծապես բնութագրվում է որպես գերբնական, Like walking on water. ինչպես օրինակ ջրերի վրա քայլելը։ And he expects his disciples to do the same thing. Եվ նա հենց այդ նույն բանն էլ ակնկալում էր, որ իր աշակերտներն անեին։ When you read the Gospels, Երբ որ մենք կարդում ենք ավետարանները, Jesus' life was overwhelmingly characterized by 4 areas of supernatural power. Հիսուսի կյանքը մեծապես բնութագրվում է որպես գերբնական ուժ 4 ուղություններով։ Number 1, Համար առաջին,
Jesus proclaimed the gospel. Հիսուսը հռչակում էր ավետարանը. Repent and believe the good news. Ապաշխարեք եւ հավատացեք բարի լուրին, For the kingdom of God is near. որովհետեւ Աստծո արքայությունը մոտ է։ Number 2, Երկրորդ, Jesus was a teacher Հիսուսն ուսուցիչ էր and he taught the crowds. եւ նա խոսում էր մեծ բազմության հետ։ Everywhere he went, he attracted people. Ուր որ նա գնում էր, մեծ բազմություն էր կուտակվում իր շուրջը։ Crowds were constantly around Jesus Շատ մարդիկ էին գալիս եւ ամբողջ իր շուրջը and he պատում taught them եւ նա խոսում էր նրանց հետ։ over and over and Շարունակ ու over. շարունակ խոսում էր ու խոսում։ Number 3, Երորդ, and this was a big reason why the crowds were coming. եւ սա հենց այն պատճառն էր, մեծամասամբ դա էր պատճառը, որ մեծ ամբողջ էր գալիս He դեպի նա։ not only taught them, Նա ոչ միայն խոսում էր, but he healed the sick. այլև բժշկում էր հիվանդներին։ People wanted to come around him and just touch him. Մարդիկ ուզում էին ուղակի գալ ու հպվել Հիսուսին։ They would just want to even just touch his garment. Նրանք նույնիսկ ուզում էին իր քղանցքին հպվել, դա էլ բավական կլիներ։ Or in some cases, they wanted Jesus to touch the one who was sick with his own hands. Կամ լավագույն դեպքում ուզում էին, որ Հիսուսն իր ձեռքերով հպվեր իրենց։ In some cases, Jesus would just command healing. Որոշ դեպքերում Հիսուսը պարզապես կհրամայեր եւ կբժշկվեին։ Get up and walk. Վեր կաց ու քայլիր, Stretch out your hand. պարզիր ձեռքդ։ Just command it. Սա ուղակի պարզապես հրամայում էր։ And in some cases, he would just say the word. Որոշ դեպքերում էլ պարզապես խոսք էր արձակում։ And the person wasn't even in the presence of Jesus at the time. Եւ նույնիսկ այդ մարդը կարող էր չգտնվել Հիսուսի And he ներկայության would մոտ say այդ the word, պահին։ and the person Եվ at նա home was healed. պարզապես ինչ որ խոսք կուղարկեր եւ այդ մարդը իր տան մեջ կբժշկվեր։ So Jesus' life was characterized by 4 supernatural things. Այսպիսով կարող ենք ասել, որ Հիսուսի կյանքը Proclaiming the բնութագրվում էր 4 գերբնական բաներով։ Teaching the Առաջինը crowds. հռչակելով ավետարանը, սովորեցնելով մեծ Healing բազմությանը, the sick հիվանդներին բժշկելով and delivering the demon-possessed. եւ ազատագրելով դիվահարներին։ As a disciple of Jesus, Որպես Հիսուսի աշակերտ, these 4 things should also characterize our lives. այս 4 բաները պետք է նաեւ ընդգծվեն մեր կյանքում, After այսինքն all, պետք է what is դրսևորվեն։ a disciple? Ի վերջո ինչ է աշակերտը։ A disciple is one who does what his rabbi does. Իրականում աշակերտն այն է, որ անի այն, ինչ որ իր վարդապետն է անում։ The Christian life is a supernatural life. Քրիստոնյայի կյանքը գերբնական կյանք է։ Live supernatural. Ապրեք գերբնական կերպով։ After all, Jesus' life was supernatural. Վերջ-վերջո Հիսուսի կյանքը գերբնական էր։ And this is the primary mark Եվ սա of է a այն disciple. հիմնական նշանը, որով հասկանում ենք, որ նա Հիսուսի աշակերտն է։ This is the primary mark of a follower of Jesus. Սա է հիմնական նշանը, որով հասկանում ենք, որ այս մարդը Հիսուսի հետևորդն է։ Verse 28 28-րդ խոսքը and 29. եւ 29։ Yeah, Matthew 14, 28 and 29. Reread, yeah. Կարդում եմ Մատթեոսի 14-րդ գլխի 28 եւ 29 համարները։ Եվ Պետրոսը պատասխան տվեց նրան ու ասեց. Տեր, եթե դու ես հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ։ Նա էլ ասաց. Եկ, եւ Պետրոսը նավից իջնելով ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ։ I love this, verse 29. Ինչ շատ է դուր գալիս It 29-րդ says, խոսքը։ Peter got down out of the boat Այստեղ ասվում է Պետրոսը նավից իջավ and walked on water եւ քայլեց ջրերի վրայով and came toward Jesus. եւ գնաց դեպի Հիսուսը։ Not only was Jesus walking on water, Ոչ միայն Հիսուսն էր քայլում ջրերի but վրայով, Peter got out of the boat and walked on water. այլև Պետրոսն էլ դուրս եկավ։ He was doing the same thing his rabbi was doing. Բանը ինչ որ իր վարդապետն էր անում։ That's amazing. Միթե զարմանալի չէ։ That's the life of a follower of Jesus. Սա է Հիսուսի հետևորդի կյանքը։ I want to walk on water too. Ես նույնպես ուզում եմ ջրերի I վրայով want to քայլել։ live a supernatural life. Ես նույնպես ուզում եմ գերբնական Now կյանք that may կորցարել։ sound arrogant,
Միգուցե սա մի քիչ գոռոս հպարտ թվա։ If I was doing it for show, yeah, that's pretty arrogant. Այո, եթե ես դա ինքս անեի, մի քիչ գոռոզություն But կհամարվի։ if I'm simply wanting to do what my rabbi is doing, Բայց եթե ես պարզապես անում եմ այն, ինչ որ իմ then վարդապետն է, I'm just trying to be a Christian. այդ նշանակում է, որ ես պարզապես փորձում I'm just wanting to be a disciple of Jesus Ես ուզում եմ Հիսուսի աշակերտը լինել and do the same things he was doing, եւ անել այն, ինչ որ Հիսուսն է անում։ even if it's walking on water. Նույնիսկ ջրերի վրայով քայլելը։ Point number 3. Երրորդ կետը։ Let's continue the story. Եկեք շարունակենք պատմությունը։ Peter gets out of the boat. Պետրոսը դուրս է գալիս նավակից, He's walking on water. նա քայլում է ջրերի վրայով։ Amazing. Սարմանահրաշ մի բան։ And he's coming toward Jesus. Եւ նա քայլելով գալիս է դեպի Հիսուս։ In verse 30, Եվ 13-րդ it խոսքը says, 30-ը ներեցեք 30-րդ համարում ասվում է բայց երբ նա տեսավ որ քամի էր բարձրանում but Peter saw the wind. բայց Պետրոսը տեսավ քամին When Peter saw the wind. երբ Պետրոսը տեսավ քամին How do you see wind? դուք ո՞նց եք տեսնում քամին ինչպես եք տեսնում We read in verse 24 մենք 24-րդ խոսքում դա կարդացինք that the disciples were struggling in the boat. որ աշակերտները պայքարում էին նավակի մեջ քանի որ քամին ներհակ էր քամի էր փչում And it says the wind was against them. Եվ այնտեղ ասվում է որ քամին իրենց դեմ էր այսինքն ուժեղ քամի էր And so when Peter saw the wind երբ որ Պետրոսը տեսավ քամին as he's walking on water, երբ որ քայլում էր ջրերի վրայով it says he was afraid այստեղ ասվում է նա վախեցավ and began to sink. եւ սկսեց ընկղմվել And then he cried out, Lord, save me. հետո աղաղակեց Տեր փրկիր ինձ Of course, verse 31 says immediately Jesus reached out his անշուշտ hand 31-րդ համարն ասում է որ անմիջապես Հիսուսը հասավ նրան եւ ձեռքը երկարեց ու բռնեց նրան and caught him. եւ բռնեց նրան And then he said, you of little faith, հետո հանդիմանեց նրան ու ասաց why ինչու թերահավատ ինչու երկմտեցիր did you doubt? ինչու երկմտեցիր Did you notice what Jesus said? նկատեցիք Հիսուսն ինչ ասաց Peter saw the wind and was afraid. Պետրոսը երբ որ տեսավ քամին վախեցավ But Jesus didn't say, why were you afraid? բայց Հիսուս չասաց ինչու վախեցար He said, why did you doubt? նա ասաց ինչու կասկածեցիր ինչու երկմտեցիր Fear leads to doubt. վախը հանգեցնում է կասկածի And fear and doubt are faith's greatest enemies. եւ վախը ու կասկածը մեր ամենամեծ թշնամիներն են Fear, հավատի ամենամեծ թշնամիներն են fear and doubt will greatly hinder վախը եւ կասկածը մեծապես կխոչընդոտեն the disciple of Jesus աշակերտին from imitating the rabbi. որպեսզի կարողանա անի այն ինչ որ իր վարդապետն է անում So in conclusion, I will restate Եվ որպես վերջաբանկ ուզեմ վերա դասավորել նորից ամփոփ անցնել այս կետերի վրայով why would Peter ever think of walking on water? թե ինչու էր Պետրոսը երբևէ մտածում որ պետք է ջրերի վրայով քայլեր It is because he knows what a disciple is. դա նշանակում էր որ պատճառն այն էր որ նա գիտեր թե ինչ է աշակերտը A disciple is one who does the same things that his rabbi is doing. այն է աշակերտը անում է այն նույն բանը ինչ որ իր վարդապետն է անում And Jesus, knowing this as well, of course, եւ անշուշտ Հիսուսը այս ամենը լավ իմանալով while Peter was quite brave in trying to imitate his master, Այն պահին, երբ որ Պետրոսը շատ քաջասիրտ էր եւ ուզում էր անել այն ամեն ինչ, որ իր վարդապետն էր անում, Jesus was also quite brave in calling Peter to do the same thing he was doing. այստեղ Հիսուսը կանչեց նրան եւ ասեց, որ այն անի, ինչ որ ինքն էր անում։ But then Peter saw the wind and
and became afraid. Եվ նա տեսավ քամին ու երբ որ տեսավ քամին, սկսեց վախենալ։ Living the supernatural Christian life isn't without being afraid. Գերբնական քրիստոնեական կյանք ապրելը չի նշանակում առանց վախի ապրել։ It isn't without its challenges. Դա չի նշանակում, որ մենք մարտահրավերներ, դժվարություններ չենք ունենա։ And we will have the wind. Եվ մենք ունենանք Against us. քամիներ, որը մեր դեմ կփչի, մեր դեմ կլինի, But we don't become afraid of the wind. բայց մենք չպետք է վախենանք քամիներից։ Of course, that's easy to say when you're safe in the boat. Դա անշուշտ հեշտ է ասել, երբ որ դու նավակի մեջ ես, But when you're trying to do the same thing that your rabbi is doing, բայց երբ որ դու փորձում ես անել այն նույն բանը, ինչ որ քո վարդապետն է անում, even something as supernatural as walking on water, ճիշտ նույնպես ինչպես գերբնական այդ արարքը, որ քայլեր ջրերի վրայով, we have to become careful not to fall into fear and doubt. այստեղ պետք է շատ ուշադիր լինենք, որ վախին եւ կասկածին չտրվենք։ This story illustrates the core principle of biblical discipleship. Պատմությունը լուսաբանում է այն առանցքային սկզբունքը, որը Սուրբ գրային աշակերտությունն է մեզ սովորեցնում։ A disciple Աշակերտը imitates անում է այն նույն the բանը, life of Jesus. նմանակում է Հիսուսի կյանքը։ We do what Jesus did, Մենք անում ենք այն, ինչ Հիսուսն է արել։ and Jesus proclaimed the gospel. Եվ Հիսուսը հռչակում էր ավետարանը, He taught the crowds. նա խոսում էր ամբոխներին, He healed the sick, նա բժշկում էր հիվանդներին and he delivered those possessed by demons. եւ ազատագրում էր դիվահարներին։ We, as followers of Jesus, should do the same thing. Մենք էլ որպես Հիսուսի հետևորդներ պետք է նույն բանը անենք։ After all, a disciple does what his rabbi does. Ի վերջո աշակերտն անում է այն, ինչ որ իր վարդապետն է անում։ Perhaps you are here this morning in closing, Հավանաբար դուք այստեղ եք հավաքվել այս առավոտ and you are a disciple of Jesus. եւ դուք արդեն Հիսուսի աշակերտներ եք։ And you want your life also to be characterized by the supernatural power of the Holy Spirit. Եվ դուք նույնպես ուզում եք, որ ձեր կյանքում դրսևորվեն Սուրբ Հոգու գերբնական նշանները։ Would you stand this morning? Խնդրում եմ կկանգնեք ոտքի։ Perhaps you are here this morning Գուցե դուք այս առավոտ այստեղ եք and you need a miracle from եւ Jesus. Հիսուսից ինչ որ հրաշք եք սպասում, հրաշքի Perhaps you կարիք were ունեք։ sick this morning Գուցե դուք հիվանդ եք այս առավոտ and you would like Jesus to heal you. եւ կուզեիք, որ Հիսուսը ձեզ բժշկեր։ I would like to invite you to come forward so we can Կխնդրեմ, որ pray for առաջ you. գաք, որպեսզի աղոթենք ձեզ համար։ Is there anyone here who would like prayer this morning? Կա այստեղ մեկը, որ կուզի աղոթենք իր համար այս առավոտ։ We serve a God of miracles Մենք հրաշքներ գործող Աստծուն ենք and ծառայում follow the one who has all power and all authority. եւ մենք հետևորդն ենք այն մեկի, ով ունի բոլոր իշխանությունը եւ ամբողջ ուժը։ And as we celebrate today the day of Pentecost, Եվ այսօր Պենտեկոստեի օր է, where we are baptized in the Holy Spirit, որովհետեւ մենք մկրտվեցինք Սուրբ Հոգով։ through which Jesus said you would receive power. Եվ ինչպես Հիսուսն ասաց, որ դուք զորություն կստանաք, Power to live this supernatural life of Jesus, զորություն, որպեսզի կարողանաք այս գերբնական կյանքը ապրել, which is the primary mark որը հիմնական նշանն է of a follower of Jesus. Հիսուսի հետևորդի։ Let us pray. Եկեք աղոթենք։